Ես կարծում եմ, որ չպետք է քաղաքացուն աստիճանաբար ավելի ու ավելի դնենք մի իրավիճակում, որտեղ ինքը ստիպված լինի մի հատ, չգիտեմ, ինչ որ պարբերականությամբ այցելել փոլիսեին, որպեսզի տեսնի հոտուգանք չունի ճանապարհային երթևեկության։ Մի հատ այցելել, չգիտեմ, աշխատանքի նախարարության հարթակներ, որ տեսնի կենսաթոշակի հետ կապված նորություն կա թե չէ, մի այցելի Արմետ, մի հատ էլ հիմա այցելի էս մյուս նոր հարթակը, որ նոր հասկանա, որ իր եւ պետության գործերը, իր հարաբերությունները պետության հետ կարգավորված են, խնդիր չկա։ Ինչ որ միասնական բան է պետք, այստեղ ինտեգրացված մոտեցում է պետք։ Հուսով եմ գործընկերներ հոգ են տանում դրա մասին, վստահ եմ, բայց նաեւ հարց ունեմ, էլի։ Այս process-ում, որը Տիկին Գալյանը նկարագրեց, մի դրվագ կար, որտեղ ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ գուցե մասնավոր տեղեկությունների, ոչ այնքան անձնական տվյալների պաշտոնական բանի հրապարակման, այլ ընդհանրապես մարդու կյանքին վերաբերող մասնավոր տեղեկությունների հանրայնացում լինի։ Հարցս այդ մասին է, Տիկին Գալյան ասեցիք, այն հիբրիդայինի դեպքում ծանուցում ուղարկում եք փոստային ծառայությանը, իրանք են դա տպում, դնում ծրարի մեջ եւ ուղարկում։ Եթե դա ծանուցման բովանդակությունն է, ոչ թե փաստը, որ դու այնտեղ ծանուցում ունես, ապա այդ տեղեկությունը, որը ես կուզեի գուցե գաղտնի մնար, հայտնի դարձավ փոստային ծառայության աշխատակիցներին, հետո եթե դա չի աշխատում, դնում եք ազդարարում։ Հիմա այդ ընդհանրապես լրիվ հանրայնացրեց բովանդակության մասին է խոսքը, թե ծանուցման փաստի, թե ինչ։ Մենք ամեն ինչ արել ենք եւ պետք է շարունակենք անել, որպեսզի անձնական տվյալները լինեն պաշտպանված։ Հետևաբար խոսքը ծանուցման առկայության փաստի հաստատման մասին է, այսինքն ազդարարում կախվում է ծանուցումը այն բովանդակությամբ, որ դուք այս պետական մարմնից ունեք ծանուցում, հակիրճ բովանդակությամբ, այսինքն անձնական տվյալները պետք է ամեն դեպքում լինեն պաշտպանված, մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները։ Եվ մի բան էլ, պարոն Միրզոյան, հենց ձեր կողմից բարձրացված խնդրի լուծմանն է միտված այս հարթակի ստեղծումը, որպեսզի քաղաքացին ունենա մեկ կաբինետ, մտնի այնտեղ, դա կլինի application հեռախոսի վրա համապատասխան smart այդ գadgetների վրա, կմտնի այդտեղ եւ կտեսնի, որ այս կամ այն պետական մարմիններից, իրավաբանական անձանցից ունի ծանուցումներ։ Այսինքն խոսքը այս համակարգի ստեղծման մասին է, որը միասնականացնելու է ծանուցումների ամբողջ համակարգը։